քաղաքապետարանում դաժանաբար ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արտուր Չախոյանը։ Խնդրեմ գործընկերոջս, եթե հնարավոր է, տեսան ձեր դեմքի արտահայտությունից հասկանալի է, որ չեք դիտել, բայց մասնակից է եղել նաև Նորքի թաղապետը։ Դուք նայել եք այդ տեսանյութը, որ խնդրեմ կբացեք YouTube-ով նայեք։ Գնամ կնայեմ էլի։ Չէ, հիմա նայեք, որպեսզի հասկանանք ձեր համար դատապարտելի է այդ արարքը եւ որպես նախարար կարող եք օրինակ միջնորդել, որպեսզի ավականին որոշում կայացնի եւ թաղապետին հեռացնեն աշխատանքից։ Ես իմ իրավունքներն ու պարտականությունները հստակ գիտեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ բռնությունը անթույլատրելի է։ Եվ ինչ եք ակնկալում իրավապահներից, թաղապետն էլ է բռունցքով հարվածներ հասցրել եւ խմբակային ծեծի են ենթարկվել։ Դեք մենք ունենք օրենսգիր, վարչական, քրեական, տարբեր հարցերի եւ խնդիրների լուծման համար։ Քաղաքական մոտեցումը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտեցումը կարող եմ ասել, մեզ համար բռնությունը անթույլատրելի է։ Ու դուք դա հազարավոր դեպքերով գիտեք, երբ որ պետական պաշտոնյաները ենթարկվում են տարբեր տեսակի բռնությունների, վերբալ բռնությունից մինչև ուժային բռնությունների եւ բոլոր դեպքերում մեր դիրքորոշումը եղել է միշտ մեկը։ Այդ դեպքում, երբ որ լրագրողին հարվածեց ձեր նախարարը, լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ որ հարվածեց այսօրվա ազգային ժողովի փոխնախագահը, նույն իրավիճակն է եւ դատապարտվեց եւ նա քաղաքական գնահատական այդ ամեն ինչը ստացել է, դուք էլ շատ լավ գիտեք դա։ Բայց նա շարունակեց պաշտոնավարել եւ չի շարունակել, այսինքն դուք ուզում եք ասել աշխատանքից ազատվեց նրա համար, որ Փայլակ Ֆահրադյանի հարվածել է։ Ես ուզում եմ ասել, որ այդ դեպքից հետո պարոն Արշակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ ընտրվել է ժողովրդի կողմից ազգային ժողովի պատգամավոր։ Ժողովուրդը ընտրել է եւ այսինքն իր համար այդքան էլ ձեր քաղաքական ընկալման մեջ, ձեր թիմի քաղաքական ընկալման մեջ լրագրող ծեծող պաշտոնյան նորմալ է, հա, որ հետո մասնակցում է ընտրությունների եւ դառնում է ազգային ժողովի պատգամավոր։ Ցուցակի առաջին համարներում է լինում։ Ընտրում է որևէ մեկին, ուզում է դա լինի քրեական անցյալով հայտնի օդիոս քաղաքապետ, թե որևէ ինտելեկտուալ ազգային ժողովի պատգամավոր, էական չի, ամբից անցյալով միշտ պետք է հարգել եւ ընդունել ի գիտություն, որ դա ժողովրդի որոշումն է եւ վերջ։ Պարոն նախարար, բայց չեք կարծում, որ ձեր իշխանությունում խոսույթը այդ բռնությունների ատելության նաեւ շատ կա իշխանության ներկայացուցիչների մոտ, թեկուզ լրագրողների հետ խոսելու առումով վատ է։ Ես անընդհատ տեսնում եւ զգում եմ պատգամավորների, կառավարության անդամների, պաշտոնյաների նկատմամբ խտրականություն, վատ իմաստով, բացական իմաստով, անընդհատ բռնության կոչեր, անընդհատ դա շատ վատ է եւ գիտեք նաեւ դրա մեջ ինչ որտեղ դերակատարում ունի այդ երկակի ձեր մոտեցումը, էլի, այսինքն գիտեք օրինակ պաշտոնյան կարելի է հայհոյել, պաշտոնյան կարելի է բռնության ենթարկել, այ բայց օրինակ ոչ պաշտոնյայի օրինակ չի կարելի։ Որ խմբակային ծեծի ենթարկվեցին կարմիրբերետավորների կողմից, դուք նաև Աշոտ Սիմոնյանի նկատի ունեք այն ինչ որ նկատի ունեք։ Բայց նկատի ունեք օրինակ Աշոտ Սիմոնյանի։ Ես Դաշնակցության գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ խմբակային ծեծի ենթարկվել եթե շատ վատ է եղել, ես կոչ եմ անում պարոն Սիմոնյանը դիմի իրավապահ։ Դիմել է, բայց բան չեն անում իրավապահները։ Վերետավոր չի պատժվել։ Հենց այդպես։ Ինչպես Եռաբլուրի դեպքով ոստիկանները պատասխանատվության չենթարկվեցին։ Երբ որ ծեծել էին ազգային ժողովի պատգամավորներին։ Չէ, երբ որ մայրերին քաղաքացիները ծեծել էին ազգային ժողովի ծեծողներին էին ծեծող բերման ենթարկել։